Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու տոնական զորահանդես, որը վարչապետի ձևակերպմամբ լինելու է ինքնատիպ հաշվետվություն քաղաքացիներին։ Փաշինյանը մայիսի 28-ի զորահանդեսի փորձից տեսանյութ է հրապարակել Facebook-ում։ Զորահանդեսին ցուցադրվելու են նաև մեր երկրում արտադրված զինտեխնիկան։ Ի դեպ, վարչապետի հասարարությամբ ռազմական տեխնիկան զորահանդեսին մասնակցությունից հետո անմիջապես չի հեռացվելու, այլ Տիգրան Մեծի պողոտայում շարված մնալու է որոշ ժամանակ, որ մարդիկ հնարավորություն ունենան մոտենալ, մոտիկից տեսնել բանակի վերջին տարիների ձեռքբերումները։ Հայաստանի բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում արձանագրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը այլևս ունի նոր որակի, մակարդակի և տրամաբանության բանակ։ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում արած հայտարարությունն է ի պատասխան Արարատ Նյուզի։ Հայաստանը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ և մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչպես մյուս անդամները, և քանի դեռ ԵԱՏՄ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք որոշումների կայացմանը, և քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չենք պատրաստվում որևէ հարցնել։ Հանրաքվե կանենք այն պահին, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի, բայց իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։ Փաշինյանի արձանագրումն է։ Եվրոպան կաջակցի Հայաստանի ժողովրդին գնալ ԵՄ-ի ճանապարհով, ԵՄ ընդայնման հարցերով հանձնակատար Կոսի հայտարարությունն է։ Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան, եվրոպական քաղաքական համայնքի վերջին հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-ի և Հայաստանի գագաթնաժողովը ցույց տվեցին, թե ինչպիսի ճանապարհով են նրանք ուզում գնալ։ Եվրոպան կաջակցի նրանց։